Նոյեմբերի 8-ին 19:00-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիան Առնո Բաբաջանյան համերգասրահում ներկայացնում է դաշնակահարուհի Աննա Սարաջյանի մենահամերգը նվիրված Սերգեյ Սարաջյանի 80-ամյակին։ Ինչ է սպասվում համերգի ընթացքում եւ իհարկե Սերգեյ Սարաջյանի ու երաժշտական ընտանեկան ավանդույթների մասին կխոսենք մեր հյուրի հետ։ Այս պահի մեր տաղավարում հրընկալել ենք անչափ հաճելի հայուհի, դաշնակահարուհի Աննա Սարաջյանին, որը երկար տարիներ բնակվում է Կանադայում։ Բարև ձեզ, բարև ձեզ, շնորհակալ եմ այսպեսի ջերմ ընդունելության համար եւ բարի խոսքերի, մերսի շատ։ Բարև ձեզ։ Ինչպես եք զգում ձեզ մեր երկրում Հայաստանում ու ձեր երկրում։ Իմ երկրում։ Այո, մեր երկրում։ Ես միշտ շատ այսինքն արդեն շատ տարիներ դրսում եմ ապրում, բայց հոգով եւ սրտով շատ ջերմ կապված եմ Հայաստանի հետ, ծնողներս այստեղ են ապրում եւ անկախ նրանից շատ եմ սիրում մեր երկիրը, մեր քաղաքը, շատ մեծ սիրով միշտ ամեն տարի գալիս եմ այստեղ այցելության երկար ժամանակով, այնպես որ միշտ զգում եմ ինչպես որ տանը։ Մեր թողարկման սկզբում ճիշտ ասած տեսանյութ ունեին գեների մասին, գենետիկայի մասին, թե ծնողներից, հորից կամ մորից ինչ են ժառանգում զավակները։ Ձեր դեպքում փայլուն գեներ են ժառանգել պապ, Սարաջև, հայրը Սարաջյան ու դուք եք այսօր հպարտորեն մեր երկիրը ներկայացնում աշխարհին երաժշտությունը։ Բարեբախտաբար իմ բախտս բերել է, որ գեները մեր ընտանիքի լավն են եղել եւ հպարտությամբ կարող եմ ասել, որ ես շատ երջանիկ եմ, որ ծնվել եմ այդ ընտանիքում։ Մենք չենք ընտրում, որտեղ ենք ծնվում, բայց այնպես պատահեց, որ Աստծո կամքով ժառանգեցի, ծնվեցի եւ շարունակում եմ այդ գործը։ Փոքր տարիքից միշտ ունեցել եմ ցանկություն նվագել եւ լինել երաժշտության մեջ, շրջապատված երաժշտությամբ եւ այնպես դա եղել է ինձ համար փաստորեն երևի դա իսկապես գենետիկ ինչ որ մեջը կա դրված, որովհետեւ դա ինձ համար չի եղել որևէ դժվարություն ընտրության, այո, դա շատ բնական է զարգացել։ Հենց այդպես էլ պետք է լիներ։ Այո, ես կարծում եմ, այո, ուրիշ կերպ չէր կարող ստացվել։ Այնպես որ ինչպես գիտեք, պապիկս եկել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրեն հրավիրել են Սանտ Պետերբուրգի կոնսերվատորիայից այստեղ Երևանի կոնսերվատորիան, ինքը հիմնել է դաշնամուրային դպրոցը այստեղ եւ ժառանգել է այդ ամենը իմ հայրիկին, հոր եղբայրս եղել է թավջութակահար, որը ուսանել է Մոսկվայում, Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, տատիկս եղել է երգչուհի, մայրս նույնպես դաշնակահարուհի է, այնպես որ ոչ միայն հոր կողմից, այլ նաեւ երևի մամայիս կողմից ունեմ գեներ եւ ընդլայնված, այսինքն դա միայն մեր մոտիկ ընտանիքը չի, որ այդ երաժշտական գենը մեջը կա։ Ծնված պահից դա եք լսել, ձեր մայրիկի փորում դա եք լսել։ Այո, նույնիսկ գիտեք, մեկ լինում էր, որ փոքր տարիքում ինչ որ ստեղծագործություն էին լսում ու երևի թե այնպես առիթ չէր ստացվի, որ ինչ որ միտեղ համերգին կամ ձայնագրությանը լսեի, բայց ինձ թվում էր, որ ես արդեն այդ երաժշտությունը գիտեմ։ Երևի այդպիսի բան կա հիշողության մեջ։ Ինչ հրաշալի, թող որ բոլորն իրենց ծնողների եւ այդ գենետիկ ֆոնդի մասին այսպեսի ջերմությամբ խոսեն, նաեւ եկեք խոսենք բուն մենահամերգից, քան որ այսպես խոսեցիք, ես կարծում եմ կրկնակի է պատասխանատվությունը, եթե ոչ քառակի։ Միշտ Հայաստան գալուց միշտ է կրկնակի պատասխանատվությունը, որտեղ ես իմ հիմքը ստացել եմ երաժշտական կրթության այստեղ, հետո արդեն մեկնել եմ տարբեր երկրներ, բայց հետ գալ այստեղ եւ նվագել եւ ներկայացնել քո արվեստը քո հայրենիքում անշուշտ մեծ պատասխանատվություն է, բացի այդ երկրորդ պատասխանատվությունը այն է, որ համերգը նվիրված է իմ հայրիկի 80-ամյակին, որ իմ հայրիկը եղել է ուսուցիչը, շատ խիստ ուսուցիչ էր ձեզ համար, թե ինչ։ Ինքը ընդհանրապես խիստ, բայց շատ բարի ուսուցիչ էր։ Շատ կոնկրետ եւ կարճ կարող էր ամեն ինչ բացատրել այդ ձևով խիստ, բայց շատ բարի է եղել
Եվ այդ խստությունը պարտադիր է մեր մասնագիտության մեջ, որտեղ դա դիսցիպլին է սովորացնում եւ շատ գոհ եմ, որ այդպեսին է եղել։ Այնպես որ պատասխանատվությունը շատ է, բայց նույնպես ուրախալի շատ միջոցառում է, որովհետեւ ես շատ հաճախ չեմ նվագում Հայաստանում, մանավանդ վերջի տարիներին, միշտ սիրում եմ մեր ունկնդրին, մեր ունկնդիրը շատ կրթված է եւ երաժշտական կողմից ունի գիտելիքներ եւ շատ երախտապարտ ունկնդիր է, այնպես որ մի կողմից պատասխանատու եմ, մյուս կողմից շատ մեծ սպասումներով ես սպասում եմ այդ համերգին։ Կխնդրեի անդրադառնաք ծրագրին, ծրագրում գիտեմ դուք Բախի հատկապես ու նաև ձեր մրցանակներն էլ Բախ նաև նվագելու համար են տարիների։ Այնպես ստացվեց, որ ես 14 տարեկանում ստացա Բախի մրցանակը Գերմանիայում։ Դրանից առաջ անշուշտ Բախի ստեղծագործությունները ինձ շատ հետաքրքրել են դպրոցական տարիներին, նույնիսկ երբ որ ծրագրային եթե ինչ որ գործեր կան, որ պետք է անպայման անհրաժեշտ դրանք սովորեի, ես միշտ պարապելուց հետո ինձ մոտ Բախի ուրեմն հատորները դաշնամուրի վրա պատրաստ, ես ուղղակի որպեսզի այդ պարապելուց հետո մի քիչ հանգստանամ, անպայման բացում էի դա եւ կարդում էի Բախի երաժշտությունը, այնպես որ շատ փոքր տարիքից ես սիրել եմ այդ, եւ հետո երբ որ արդեն բոլոր այդ ուսումնական տարիները անցան եւ պարտադրված ծրագրերը անցան, ես այսպես ընտրեցի իմ նիշը, հա, ասելով, որ ավելի կենտրոնացա այն երաժշտությանը, որը ինձ ավելի մոտ է, նվագել եմ Բախի շատ ստեղծագործություններ, չեմ կարող ասել, որ ամբողջը, բայց շատ, եւ բացի դրանից ինձ շատ հետաքրքրել է նաեւ փոխադրումները, ես ունեմ մոտ 22 փոխադրում Բախի տարբեր կանտատներից, մոտետներից, արիաներից դաշնամուրի համար, եւ այսպես ծրագրում այս համերգին հնչելու են մեկ այդ փոխադրումներից իմ եւ ամբողջ ծրագիրը լինելու է Բախի ստեղծագործություններից, ընդ որում երկրորդ բաժնում լինելու են Գոլբերգի վարիացիաները, որոնք բարոկ երաժշտության շրջանի երևի թե ամենաբարդ եւ հետաքրքիր ստեղծագործություններից մեկն է, որը գրվել է կլավիսինի այն ժամանակ համար, այն ժամանակ դեռ ռոյալ չկար, դաշնամուր չկար, ինչպիսին են այսօր։ Այնպես որ նորովի եք հիմա ներկայացնելու այն ստեղծել։ Այո, անշուշտ դաշնակարներս մենք հիմա այդ բոլոր ստեղծագործությունները, որոնք գրված են բարոկի շրջանում, մենք փորձում ենք ինչ-որ ձևով մոտիկացնել այն ժամանակաշրջանին, այն ժամանակաշրջանի գործիքներին, բայց դե մենք ունենք ինչ ունենք, մենք ունենք դաշնամուր եւ փորձում ենք, այսպես ասած, ինչքան հնարավոր է օրիգինալ մնալ տեքստին։ Կանադայում եւս զբաղվում եք ձեր սիրած գործով, հետաքրքիր է, ինչ եք այնտեղ անում։ Այնտեղ ես մի փոքր դասավանդում եմ, նաեւ նվագում եմ, մի քանի անգամ ելույթ եմ ունեցել Բախի, Մոնրեալի Բախի անվան ֆեստիվալին, որը կանում է ամեն տարի։ Ինձ այնտեղ հրավիրել են արդեն 4 անգամ։ Բացի Կանադայից հրավիրվում եմ փառատոնների Եվրոպայում եւ տարբեր ուրիշ երկրներ, այդպես։ Եթե համեմատելու լինենք, դուք լինում եք, հաճախ եք լինում այնպես չի, որ կտրված եք ապա Հայաստանի հետ։ Ինչպիսին է մեր ունկնդիրը, ով է նա ձեր տպավորությամբ, ինչքանով է ակտիվ երաժշտական, դասական երաժշտության հանդեպ նրա սերը։ Ընդհանրապես, ինչպես որ ասեցի մի քիչ առաջ, ես շատ գնահատում եմ մեր Հայաստանի ունկնդրին, որովհետև իրենք ունեն այդ կրթությունը, արվեստի հետ կապը, որը դեռ չվախենամ ասեմ սովետական միության ժամանակ շատ զարգացավ այստեղ այս մեր երկրում եւ այնպես էլ շարունակում է գումարած մեր հայկական ավանդույթները եւ արվեստը եւ ընդհանրապես հայերը շատ
ինչպես ասում են, շատ տաղանդավոր ազգ են ընդհանրապես եւ արվեստի մեջ եւ բոլոր ոլորտներում, այնպես որ իրանց հետաքրքրում է եւ երաժշտությունը եւ արվեստը եւ ամեն ինչը շատ հաճելի է իրանց համար նվագելը, քանի որ դու գիտես, որ ընկերները հասկանում է դու ինչ ես ուզում իրենց փոխացես։ Ինչ հրաշալի։ Քանի որ խոսեցինք ընտանիքից, կան որոշակի երաժշտական ընտանեկան ավանդույթներ, որոնք փոխանցվել են ձեզ։ Կմտաբերեք որևէ բան, որ այդպես ընտանիքում ձևավորված է եղել եւ այդպես սերնդից սերունդ փոխանցվել է ձեզ։ Երևի ամենա վառը ինչ կարող եմ, ինչի մասին ես կարող եմ խոսել որպես ավանդույթ, դա հենց պիանիզմի, չեմ կարող հայկական դաշնամուրային, պիանիզմի ձայնի վերարտադրման դպրոցն է, որը մինչև այսօր, օրինակ, երբ որ ես ունկնդրում եմ որևէ ուսանող, որ սովորում է իմ հայրիկի մոտ, ամիջապես զգում եմ տարբերությունը, ինչպես է ինքը այդ ձայնին վերաբերվում, հա։ Դա շատ կարևոր բան է, որովհետև մենք բոլորս շատ բազմաթիվ երաժիշտներ կան, ամեն մեկը ունի իր հոգին, ամեն մեկը ունի իր բնավորությունը երաժշտության մեջ, բայց իրենց այդ ձայնն է, որ գործիքի, երբ որ իրենք ձեռք են տալիս այդ գործիքը եւ ինչ ձայն է դուրս գալիս այդ գործիքին, դա է իրենց տարբերում։ Եվ ես կարող եմ ասեմ, որ դա մեզ փոխանցվել է իմ պապիկից։ Երիտասարդները որքանով են աշխարհին ավելի բաց դարձել, ավելի հասանելի դարձել։ Օրինակ ժամանակին ասում էին ավելի դժվար է արտերկրում լինել, Եվրոպայում հանդես գալ։ Հիմա եթե համեմատելու լինենք, դուք ավելի մեծ սերունդն եք ներկայացնում, արդեն տասնամյակներ է, որ կարողանում եք լինել արտասահմանյան բեմերում։ Երիտասարդների համար այսօր ինչպիսին է կապը դրսի հետ։ Մեր հայկական երիտասարդության շատ ավելի բաց են ճանապարհները, որտեվ այն ժամանակ մի փոքր լիմիտավորված ենք խորհրդանոցության, այո, մենք լիմիտավորված ենք, մեր մոտ շատ տաղանդավոր միշտ են եղել ուսանողներ, որոնց մի քանի հոգուն հաջողվել է, այսպես ասած, դուրս գալ միջազգային բեմեր, օրինակ դրանցից մեկը Սերգեյ Բաբայանն է, որը ուսանել է իմ պապիկի մոտ եւ հետո գնացել է Մոսկվա եւ հետո Ամերիկա, հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներ եւ ինքը հիմա համաշխարհային դաշնակահարների լավագույններից մեկն է եւ միշտ իրեն շատ ճանաչումով, շատ սիրով նվագում են։ Բայց հիմա մեր երիտասարդությունը շատ ավելի ունի հնարավորություններ մասնակցել միջազգային մրցույթների, դա էլ է բեմ իրենց համար, դա իրենց այո հիմքն է, այսպես ասած, իրենք կերտում են իրենց ճանապարհը այդ մրցույթների միջոցներով, որովհետև պատանի ժամանակ դեռ այդքան դու չես կարող բեմերին դուրս գալ եւ նվագել, եւ դա իրենց համար հնարավորություն է ստեղծում ցույց տալ իրենց արվեստը եւ ներկայացնել հայ արվեստը դրսում, այնպես որ ես կարծում եմ, որ հիմա հնարավորությունը շատ ավելին են, քան երբ որ մենք էինք իրենց տարիքում։ Ես դա էի ասում։ Հա։ Ձեր շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար, մաղթում ենք լեցուն դահալիճներ, իսկապես ձեր ասած երախտապարտ հանդիսատես։ Շնորհակալ եմ ես։ Մենք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին 19:00-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա մենահամերգը ձեզ անխափան ընթացք, ես վստահ եմ, որ հաջողելու եք եւ հրաշալի ելույթ եք ունենալու։ Շատ շնորհակալ։ Շնորհակալություն նաև մեր հեռուստադիտողներին մեզ հետ այս շաբաթն անցկացնելու համար։ Ոչ աշխատանքային օրերին եւս դիտեք Կենտրոն հեռուստաընկերությունը եւ սպասեք մեզ։